Շնորհակալություն։ Տիկին Արությունյան, վերջերս մենք գործարար համայնքի հետ հանդիպմանը հանձնաժողովում լսեցինք բավականին լուրջ քննադատություններ դատական համակարգի արդարադատության ողջ կազմի նկատմամբ եւ արդարև նշում էին հետեւյալ փաստը, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2023 թվականին տնտեսական գործերով հարուցվել է 2500 քրեական գործ, Հայաստանի Հանրապետությունում նույն ժամանակահատվածում 1000 քրեական գործ։ Տեսեք, Միացյալ Նահանգները, որ 100 անգամ ավելի բնակչություն ունի, եւ Հայաստանի Հանրապետությունը, որ 3 միլիոն բնակչություն ունի։ Եվ արդարացի հարց են բարձրացնում, որ արդյոք ճիշտ է նման չափով քրեական գործեր հարուցել տնտեսական գործերով։ Հիմա ես կարծում եմ, որ դուք նշեցիք, որ ծանրաբեռնվածությունն է հաճախ քաղաքացիների դժգոհության պատճառ հանդիսանում, այսինքն ձգձգումները դատավարության, եւ արդարև այդպես է։ Իսկ արդյոք ծանրաբեռնվածության պատճառները մենք ուսումնասիրել ենք։ Օրինակ, ինչի համար պետք է 1000 քրեական գործ մեկ տարվա ընթացքում հարուցվի տնտեսական հանցագործությունների մասով, երբ որ կարող է լինել տնտեսական դատարան եւ նաեւ բարձրացված վարչական դատարաններով այդ խնդիրները լուծվեն եւ այդ ծանրաբեռնվածությունը նվազի եւ նաեւ տնտեսվարողների արդարացի զայրույթը չառաջացնի։ Այս իմաստով խնդրում եմ ձեր տեսակետը փոխանցեք մեզ եւ հանրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բագրատյան հարցի համար։ Իրականում քիչ առաջ էլ ասացի, որ մենք դժգոհում ենք նրանից, որ դատարանները գերծանրաբեռնված են եւ հայցերի քանակությունը իսկապես տարեստարի աճում է եւ քրեական գործերին է դա հիմնականում ավելի շատ վերաբերում։ Տնտեսվարողների դժգոհությունը գուցե եւ տեղին է, ես զերծ կմնամ որևէ մանրամասներ ասելուց, որովհետեւ իրավական առումով նաեւ պատասխանատու չեմ եւ չեմ տիրապետում այն տվյալներին, թե ինչի հիման վրա են հարուցվել այդ քրեական գործերը, վստահ եմ, որ պետական եկամուտների կոմիտեն կամ այլ մարմինները, ովքեր որ կանգնած են այս միջնորդությունների հետևում, իրենք ավելի մանրամասն կարող են ձեզ հաշվետվություն հետագայում ներկայացնել։ Բայց գտնում եմ, որ առանց հիմնավոր պատճառների քրեական վարույթներ հարուցելու շրջանակներում հնարավոր չի լինի հասնել մինչև դատարան։ Հետևաբար դատական մարմինները ծանրաբեռնելու համար պետք է լինեն հիմնավոր միջնորդություններ։ Հեռու եմ այն մտքից, որ բոլորը 100%-ով, ինչպես քիչ առաջ պարոն Թորոսյանի հարցին պատասխանելիս ասեցի, բավարար հիմնավորված են դատարանում վարույթ ընդունելու համար, բայց նաև պետք է նշեմ, որ մեր պետական մարմինները ունեն նախանձելի համառություն, նույնիսկ վարույթ չընդունվելու դեպքում բազմիցս բողոքարկելու այդ հայցերը, հետևաբար մենք ինքներս նաև երբեմն պետական մարմինների շրջանակներում ծանրաբեռնում ենք դատարանները։ Ըստ երևույթին, ինչպես նաև խորհրդ հարցից պատասխանի ժամանակ նշեցի, մենք լրջագույն անհրաժեշտություն ունենք մոնիտորինգ իրականացնելու դատական համակարգում, որպեսզի կարողանանք ճիշտ տվյալներ ներկայացնել եւ հանրությանը եւ ձեզ ճիշտ որոշումներ ապագայում կայացնելու համար։ Ունեք արձագանք, համեցեք համար։ Շնորհակալություն պատասխանի համար, գտնում եմ, որ ձեր մոտեցումը ճիշտ է, բայց այստեղ մի կարևոր հարց կա, որ մասնագիտական մոտեցում է պահանջում, այսինքն քաղաքացիական գործերով դատարանները արդյոք ի վիճակի են տնտեսական կարևորագույն հարցեր քննարկել եւ միգուցե եւ այդ դատարանները, որ լինեին տնտեսական դատարաններ, նրանք վարույթ չընդունեին այն գործերը, որ ներկայացվում են, որովհետեւ տեսեք, որևէ դատարան, որևէ դատավոր եւ նաեւ որոշակի նաեւ փորձագիտական շրջանակների պակասը վերում են դրան, որ իրենք տեղյակ չլինելով տնտեսական որոշակի հարաբերությունների նրբություններից կայացնեն մի որոշում, որը չի բավարարում կողմերին։ Այս իմաստով դուք ինչ կարծիք եք մասնագիտացված դատարանների վերաբերյալ, արդյոք ժամանակը չի տնտեսական դատարան ձևավորել եւ արդյոք այս խնդիրները շատ կարեւոր չեն մեր տնտեսության զարգացման համար, որովհետեւ ասեմ ձեզ, որպես տնտեսագետ եմ ձեզ ասում, ամենածանրը, երբ որ տնտեսությանը իրավապահ մարմինները հաճախ տնտեսության միջամտում են եւ դրանով իսկ վնասում են տնտեսության զարգացման։ Ձեր մոտեցումը այս հարցով շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, իրականում մասնագիտացված դատարան տնտեսական գործերով ստեղծելու հարցը իհարկե կառավարության եւ ձեր դիտարկումների շրջանակներում ձեր դաշտում է, բայց այդուհանդերձ ասեմ,
որ նույնիսկ եթե մենք ստեղծենք տնտեսական գործերով առանձին դատարան, կարծում եմ այդ դատարանը նույնպես ծանրաբեռնված կլինի, հիմք ընդունելով հենց ձեր կողմից ներկայացված հայցերի քանակը տնտեսական գործերով, որոնք քննում են քաղաքացիական դատարանում։ Ինչ վերաբերում է նրան, արդյոք դատավորները բավարար մասնագիտական կարողություններ ունեն տնտեսագիտական ուղղությամբ որևէ գործ քննելու, ասեմ, որ եւ հստակ է այդ մասը կարգավորված այն առումով, որ երբ դատավորը բավարար գիտելիքներ եւ իմացություն չունի որևէ նեղ շրջանակի վերաբերյալ, բնական է ինքը փորձագիտական որևէ կարծիքի է դիմում եւ այստեղ մենք պետք է ունենանք անպայման պրոֆեսիոնալ փորձագետի կարծիքը որևէ հարցի վերաբերյալ, որը որ նույնքան անկողմնակալ պետք է լինի եւ որևէ տնտեսական այդ վեճի կողմերից որևէ մեկի շահը չպետք է հետապնդի։ Եվ այս առնչությամբ մենք կարիք ունենք բազմաթիվ մասնագետների, ինչպես դատարանում, այնպես էլ դատարանից դուրս փորձագիտական մեր հանրույթը զարգացնելու համար։ Իսկ տնտեսագիտական կամ տնտեսական հարցերով առանձին դատարանի ստեղծման հարցը ըստ երևույթին քննարկման առարկա կարող է դառնալ, եթե այս տենդենսը տնտեսական գործերով վեճերի շարունակի աճել։ Գեգամ Նազարյան, հաջորդ հարցը։